Ինչպես տեսնում եք, այս ամառը բավականին էսպես պարային, երաժշտական է, երկու պարով լեցուն, ոչ միայն Երևանում, այլ նաև մարզերում են բազմաթիվ միջոցառումներ։ Երևի շաբաթ չկա, որ մենք չհյուրընկալենք մեր տաղավարում այս ոլորտի ներկայացուցիչներին, որոնք ամեն անգամ մի նոր ներկայացում են։ Ներկայացնում մեր հեռուստադիտողներին, հանդիսատեսին։ Ահա նրանցից մեկն էլ մի խումբ էլ այս պահին է մեր տաղավարում գտնվում։ Հուլիսի 23-ին Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում Քալաշյան պարարվեստի դպրոցը հանդիսատեսին կներկայանա նոր եւ տպավորիչ մենահամերգով, որտեղ անակնկալներն ու նորարարական բեմական լուծումները երեկոն կդարձնեն իսկապես ամոռանալի։ Ինչ է սպասում այդ օրը տարբեր ժամերի ծրագրերի եւ անելիքների մասին ենք խոսելու մեր հյուրերի, դպրոցի տնօրեն Արշակ Գալուսյան, դպրոցի փորձավար Քրիստինե Մովսիսյանի հետ։ Լույս առավոտի։ Եկեք խոսենք բուն միջոցառումից, որին դասական ասած ժամեր են մնացել։ Ինչպես են նախապատրաստական աշխատանքները, ձեր զգացողությունները։ Մի փոքր լարված, վաղը մեզ մոտ արդեն կսկսվի համերգային ծրագիրը, ունենալու ենք երկու համերգ, առաջին համերգը լինելու է 13:00-ին, որին մասնակցելու է Քալաշյան պարարվեստի դպրոցի ստուդիայի սաները եւ 19:00-ին մասնակցելու է դպրոցի դասաները եւ կատան ստուդիան։ Մեզ մոտ արդեն վերջին փորձերն են այսօր կայանալու եւ վաղը մենք մեծ պատվով բեմ կբարձրանենք։ Ինչ ծրագրեր են լինելու, Արշակ։ Շատ բազմաժանր, շատ։ Ինչպես արդեն ընկեր Քրիստինեն նշեց, շատ բուրըն փորձեր են ընթանում, տարբեր ոճային պարերով ու տարբեր ընդհանրապես եկեք sense նշեմ, հա, որպես երկու մենահամերգ, շատ տարբերվող մենահամերգներ են լինելու, առաջինը որպես մենահամերգ, երկրորդը որպես գալահամերգ, բազմաժանր է շատ լինելու, պարային ոճերը շատ են լինելու են նոր համարներ, նոր լուծումներ, ինչպես միշտ ամեն տարի մեզ մոտ փոփոխվում է թե ծրագիրը, թե բեմականացումը ամբողջությամբ, մեկը մյուսից շատ են տարբերվում մեր մենահամերգները, որպես այդպեսին կուզեմ շատ նշել, որովհետև դպրոցի հիմնադիրները Քալաշյան Ասատուրը եւ Աննան Քալաշյան միշտ տարին թե հենց սկսվեց, կրթական համակարգը հենց սկսվեց, իրենք արդեն տարվա սկզբից արդեն պլանավորվում է մեր մենահամերգները։ Դրա համար այդ ամբողջ տարվա աշխատանքը միտված է մենահամերգների տարբերվող լինելու, հեքիաթային լինելու, գեղագիտական այլ լինելու, մի խոսքով շատ մեծ աշխատանքներ են տարվում։ Ինչքան ժամանակ են տևում նախապատրաստական աշխատանքները, քանի հոգի ենք մենք տեսնելու բեմում այդ օրը։ Աշխատանքները դեռևս սկսվում են տարվա սկզբից, պարային ծրագիրը երեխաները ուսումնասիրում են տարվա սկզբից, բայց մենահամերգի կարևոր վերջնական աշխատանքները կատարվում են ամիսներ առաջ։ Բեմում ստուդիայում տեսնելու ենք 3 դասարան, իսկ մյուս համերգին արդեն բեմ են բարձրանալու դպրոցի 3 դասարանները եւ կատան ստուդիան։ Թվով երկու մենահամերգների իրար հետ հաշված մոտ 200 սան։ Մեծ թիվ է, այդքանին այսպես պատասխանատու աշխատանք է յուրաքանչյուրի հետ աշխատել եւ այդ ամենը մեկ շունչ դարձնել իրականում։ Ստեյության ամեն մեկը պատասխանատու այդ մեկ գլխավոր արդյունքի համար։ Հայկական են, միջազգային այսպես համարներ են, ինչպիսի համադրություն ենք տեսնելու։ Պարային ոճերը տարբեր են, ազգային, տարբեր ազգերի, ջազային, մոդեռն, տանգո, շատ ունենք, շատ տարբերվող են, տարբեր ոճեր են մեզ։ Ձեր սիրած համար օրինակ ո՞րն է։ Շատ են։ Շատ են։ Նայած որ ոճային, ջազային, իհարկե ջազային, տանգո, տարբեր ազգերի, ամեն ոճի մեջ կա այդպիսի նենց համարներ, որ չես կարող չսիրել։ Քանի որ խոսում ենք դասարաններից, ինչ տարիքային սեգմենտի մասին է խոսքը։ Դպրոցում ընդունելությունը սկսվում է 4 տարեկանից, 4 տարեկանից, երբ որ երեխան ընդունվում է դպրոց, հաճախում է նախապատրաստական ստուդիա։ Նախապատրաստական ստուդիան ունի 3 դասարաններ, երբ որ երեխան տեղափոխվում է արդեն ստուդիայի դասարան, սկսում է արդեն մասնակցել համերգներին, իսկ ստուդիան ավարտելուց հետո արդեն դառնում է Քալաշյան պարարվեստի դպրոցի սան, հաճախում է առաջի դասարան, 4 դասարանում ավարտում է, իսկ այն աշակերտները, ովքեր շարունակում են բարի գծով, ընդունվում են արդեն կատան Լավագույնները ընտրվում են կադան ստուդիա արդեն եւ դառնում են առաջին գիծ կոպիտ ասած։ Իրենց վրա է դրվում պատասխանատվությունը, անունը բարձր պահելը թերևս։ Ինչպիսի համագործակցություն ունեք օրինակ դրսի նմանատիպ խմբերի հետ է, տեղում եք ձեր գործունեությունը։ Հիմնականում չէ, որպես այդպիսին համագործակցություններ շատ չեն լինում։ Լինում են հրավերներ, հյուրախաղեր դրսից, ինչպես արդեն նշեցիք։ Հիմնականում այդպես, թե չէ տեղային համագործակցություններ, այո, փառատոների մասնակցություններ, մենահամերգներով, տարբեր միջոցառումների մասնակցելով,
Շատ են, բազմաժանր են, ամբողջ տարվա կտրվածքով, թե փառատոներ, թե մենահամերգներ, թե այլ միջոցառումներ, շատ են։ Հետաքրքիր հանգամանք կա, ինձ հետաքրքիր է երեխաների հետ համագործակցությունը ինչպես է լինում։ Այլ է, երբ արդեն չափահաս են, գիտակցված են, մենք գիտենք տարբեր պարախմբեր, որտեղ այսպես պրոֆեսիոնալ մակարդակով են եւ իրենք գնում են աշխատանքի, ինչպես մենք օրինակ վաղ առավոտյան գալիս ենք աշխատանքի կամ օֆիսային աշխատողները։ Երեխաներին 4, 5, թեկուզ 10-12 տարեկան երեխային ինչպես բացատրել, որ իր տրամադրությունը էական չի, իր մոտիվացիան էական չի, պետք է գա, աշխատի եւ ելույթ Ես մեծ սիրով կպատասխանեմ այդ հարցին, չնայած որ ընկեր Քրիստինեն ավելի շատ է երեխաների հետ շփվում, բայց կողքի աչք որպես անընդհատ դիտելով տեսնելով այդ ամեն ինչը, ամեն մեկին մոտեցումը յուրով է, ամեն տարիքային յուրով է։ Տեսեք, փոքրի հետ այլ է, մի քիչ ավելի իրեն բերելու այդ դաշտ, որպես ինքը հասկանա որտեղ է գտնվում, ինչ պիտի անի վաղ իր օրը ինչ պիտի դառնա, արդեն մի քիչ ավելի բարձր տարիքային իրենք արդեն հասկանում են որտեղ են գտնվում, ինչ պիտի անեն, ինչա տրված իրենց օրվա գրաֆիկը եւ որը որ տեղափոխվում է նաեւ իրենց կյանք, առօրյա կյանք։ Նույն այդ խստապահանջ վիճակները, իրենց դիրքը, իրենց կարգը։ Իսկ մեծերը արդեն նրանց այլ բան պետք չի ասել, որովհետև իրենք արդեն այդ ճանապարհը հերթով եկել անցել են, փորձավարներին գիտեն ոնց է կարգը, ներս մտան, ինչ պիտի անեն, ոնց կանգնեն, ոնց դուրս գան, ոնց խոսեն, այդ ամեն ինչը ամբողջական մեծ կրթական ծրագիր է։ Ինչ որտեղ նաև այդ գadgetներից կտրելու, եթե անգամ պրոֆեսիոնալ պարողի չես դառնալու, միևնույն է, որ ասում են դե լավ, հա բան չի դառնալու, բայց պետք է այլընտրանք երեխային ինձ թվում է առաջարկվի, հետաքրքրությունների, ժամանցի, այսպես սպասումների նաև։ Այո, շատ լավ բան եք ասում, տեսեք այդ գadgetները ինչպես նշեցիք, երեխաներին շատ է կտրում ամեն ինչից, բայց այդ 2-3 ժամը որ հաճախում են, իրենք ամեն ինչից կտրվում են եւ գիտեք ինչ sense բան եմ նկատել, որ մտնելով էս ասպարեզ, թեկուզ օգտագործել արդեն այդ իրենց գadgetները, դառնում է այդ ասպարեզում շատ է փոխում իրենց, այսինքն այլ բաներ նայելու, տեսնելու, կրկնօրինակելու փոխարեն իրենք արդեն վերցնում են այս տարբերակը, այս ժանրը։ Դա նաև օգնում է իրենց կյանքում այլ ինչ որ ընտրություն կատարել լավի ու վատի։ Դա օգնում է նաև այդ տեսանկյունից, բայց դե շատ կուզենայի որ հեռանային այդ ամեն ինչից։ Ինձ հետաքրքիր է բուն համերգի ժամանակ լինում է ֆորս մաժորային իրավիճակներն ու երեխաների հետ, թե իրենք իսկապես այսպես ավելի պատրաստված են։ Ես կասեմ շատ քիչ։ Շատ քիչ։ Իհարկե լինում են դեպքեր չի կարող չլինել, որտեղ բեմ է։ Բեմը միշտ ունի սովորություն պատժելու, եթե նույնիսկ մի քիչ զգոնությունդ կորցնես, իհարկե ունի բեմը պատժելու սովորություն, բայց կարծում եմ պատրաստվածությունը այնպեսին է, որ ցանկացած հարցի, եթե նույնիսկ լինում են ֆորս մաժորային իրավիճակներ, միանգամից շտկվում են, թե երեխաների կողմից, թե փորձավարների, թե ամբողջ կազմի։ Եղել են միջադեպեր, որ օրինակ երեխաները այնտեղ զգեստափոխություններ են ակտիվ սովորաբար լինում։ Եղել է որ օրինակ զգեստափոխության ժամանակ առաջին ելույթից հետո ասել է ինձ այսքանը հերիք է, ես էլ չեմ ուզում, այո, վեր կենա եւ գնա։ Երբեք։ Ինչ հրաշալի ցուցանիշ, այսինքն իրենք ինչքան մոտիվացված են եւ անհամբեր են սպասում օրվան, որ Երբեք։ Միտումը ինչպիսին է, օրինակ ծնողները ամեն դեպքում երեխաները իրենք չեն գալիս դեռ այդ տարիքում, փոքր տարիքում ծնողներն են եւ ուղղորդում եւ պետք է տանող լինի այդ ամենին։ Ինչպիսին է վերջին տարիներին ծնողների ընկալումը բարի պարարվեստի նկատմամբ։ Շատ լավն է, ես չեմ կարող ասել ինչ որ բան է փոփոխվել, ինչպես նշեցիք, այո, փոքր տարիքում ծնողները երեխաները չեն հասկանում, երբեմն նաև հասկանում են, ինչու ոչ, իրենք են իրենց ուզելով հաճախում։ Բայց եւ ծնողը պիտի տանի լայն առումով։ Այո։ Լինում են դեպքեր, որ հաճախելուց երեխաները դեռ չհասկանալով, չուզելով կամ մի քիչ դժվար ընտելանալով, հետո նաև լինում են դեպքեր, որ դրանից հետ ուզելանով են հաճախում։ Հետո անցնում են փոքր ժամանակ չեն ուզում հաճախել, հետո ծնողի ստիպելով են հաճախում, դրանից հետո արդեն ծնողը չի կարողանում կտրել այդ ամեն ինչից։ Շատ ամենահաճախ կրկնվող բանը դա է։ Իսկ օրինակ լինում է մարդ ասում է, «Էս երեխան բարի համար չի»։ Այդպիսի բաներ լինում է ինձ հետաքրքիր։ Օրինակ երկին ասում ես մարդը երկել տաղանդ չունի։ Մեր դեպքում էսպես ասեմ, մենք քանի որ մեր սաները ընդունվելուց ընտրվում են, ամեն սան չի ընդունվում, դրա համար հենց ամենասկզբից վիզուալ առումով եւ մոտեցմամբ այդ ամեն ինչը այնպես է արվում, որպեսզի վաղը միսօր մենք չունենանք խնդիր, այսինքն չբերենք երեխային հասցնենք մի փուլ։ Տրավմա չլինի երեխայի համար։ Այո, գիտեք ինչ կա ձեր երեխան, իզուր ժամանակ է կորցնում։ Հիմնականում հենց ամենասկզբից այդ ամեն ինչը դրվում, որպեսզի վաղը միսօր չունենանք այդպիսի խնդիր։
Իսկ եթե տոկոսային համամասնություն դիտենք, քանի տոկոսն են գալիս են նպատակով, որ սա իրենց կյանքի մասնագիտությունն է եւ իրենք ընտրել են պարով զբաղվել, հետագայում ինչպես է բժշկականում գալիս են 4 տարի սովորում են, հետո հստակ ոչ են սովորում, քանի տոկոսն են։ Դժվար է ստատիստիկայի առումով ասել այդպես, հիմնականում միջին տարիքից սկսած արդեն պարզ է դառնում ու կարելի է ասել 50-50% հարաբերակցությամբ։ Կեսը ուզում է շարունակել, կեսը ոչ, այսինքն ավարտելուց հետո դա փոքր տարիքից անհնար է հասկանալ։ Իրանք շարունակել են թե ոչ։ Հասնում է մի որոշ 10, 12, 13 տարեկանում նոր այդ ժամանակ բարձ է լինում, թե իրենց կողմից, թե մեր կողմից իրենք շարունակելու են թե ոչ։ Իսկ դու ցանկացած մասնագիտության կրինի սպորտ, երեխայի նկարչություն կրինի եւ վերջը ինչ որ փուլում գալիս է ուզում եք շարունակել թե չէ, այդ անցումային շրջանն է, որ պետք է եւ ծնողները եւ հոգեբանները գուցե նաեւ մի քիչ այլ տեսանկյունից նայելն են, որովհետեւ երեխային նա չի ուզում, բայց ի վերջո մի քանի տարի անցնում ասում ստիպեիր էլի, ես չի ուզում, շատ հաճախ ենք մեր միջավայրում հենց մենք ինչ որ բան անել, ասենք բայց ստիպեիր գնայի, բայց արդեն ուշ է լինում։ Հատկապես այս սերնդին ոչինչ չես կարող ստիպել, ինձ թվում է։ Դատի կտանք ասեմ։ Ինձ ոչինչ մի ստիպի, շնորհակալություն։ Առաջիկայում ինչ նախագծեր ունեք, սա 23-ին, իսկ վստահ եմ շարունակվում է նաև 23-ից հետո երևի մի փոքր ամառային արձակուրդ ու նոր նախագծեր։ Իհարկե, այո, պլանները շատ մեծ են, առաջիկայում որպես այդպեսին, որ կարող եմ նշել պլանային, ունենք հոկտեմբեր ամսին հյուրախաղ Պրագայում նախատեսվող բանակցությունները հիմա տարվում են, որպես այդպեսին առաջնային դա իհարկե փառատոնային մասնակցություններ, արդեն պլանավորվում է նաև հաջորդ մենահամերգ, ինչպես է լինելու, ոնց է լինելու ֆորմատային առումով, ու եկեք շատ փակագծեր չբացեմ, մի քիչ թողեմ հետաքրքիր ժամանակահատված, որպեսզի ավելի թե ծնողներին, թե երեխաների համար հետաքրքիր սպասումներ լինեն։ Այդ ժամանակ եւս սիրով կհյուրընկալենք մեր տաղավարում նորությունների մասին խոսելու։ Շնորհակալ ենք շատ, որ օրը սկսեցիք մեզ հետ։ Ես ուզում եմ հիշեցնել մեր հեռուստադիտողներին, որ հուլիսի 23-ին Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում Քալաշյան պարարվեստի դպրոցը հանդիսատեսին կներկայանա նոր եւ տպավորիչ մենահամերգով։ Լավ եղեք, մենք կունենանք կարճ դադար, որից հետո կդիմավորենք մեր հաջորդ հյուրին։